Տես, Մարտուն Գրիգորյան, Դավիթ ջան, իմ թիմակիցներ վերջին ընտրություններում մենք երկուսս էլ ընդգրկված էինք Բարգավաճ Հայաստան կուսակցության համամասնական ցուցակում, ընդ որում հարևանությամբ Մարտունը 7-րդ համարն էր, ես 8-րդ։ Եվ ԲՀԿ-ն էլի կիզակետում է։ Այո, էլի ԲՀԿ-ն կիզակետում է։ Այս գործը, որի մասին խոսում ենք, կարծեմ մայիս ամսին մի հատ ինչ-որ Մոտ 3 ամսվա մայիս ամսին հակակոռուպցիոն կոմիտեն ձայնագրություն մի հատ տարածեց, էլի ձայնագրության իսկությունը արի չքննարկենք, որովհետև քննչական կոմիտեի կամ հակակոռուպցիոն կոմիտեի ձայնագրությունների որակի մասին մենք արդեն հաստատուն կարծիք ունենք, եթե ուրիշ գործ չլինի, Բագրատ Սրբազանի այո, այդ գործով մենք տեսանք ինչպես կարող են մանիպուլացնել, հա, սա մի կողմից։ Երկրորդը նույնիսկ այդ ձայնագրությունը, որ ես լսել եմ, ինձ շատ համոզիչ չի դարձնում, որ խոսքը սոցիալական արգելված ծառայության բարեգործության արգելքը շրջանցելու մասին, հա։ Երկրորդը եւ երրորդը, գիտեք, արդեն այս ԲՀԿ-ի հետ կապված պատմությունները պետք է բոլորի համար հուշեն, որ մենք գործ ունենք կոնկրետ քաղաքական ուժի թիրախավորման հետ։ Տեսեք, առաջին համարը բանտում է պարոն Ծառուկյանը ու համապարփակ ճնշումների է ենթարկվում բազմաշերտ։ Երկրորդ համարը Անդրանիկ Թևանյանը բանտում է, 7-րդ համարը բանտում է, էլի ցուցակում ունենք նախընտրական մարտիկ, որոնք բանտում են, Արագնաս Մանուկյանը, բայց էլի գործիչներ կան։ Իդեպ կատակով, եթե սա շարունակվի, երևի մի հատ քրեակատարողական առանձին հիմնարկ են բացելու միայն ԲՀԿ ընտրացուցակի ներկայացուցիչների եւ ակտիվիստների համար։ Բայց Մարտունի ձերբակալությունը, անկեղծ ասած, ու կալանավորումը, ես չէի ուզենա միայն ԲՀԿ-ի հետ կապել։ Այդտեղ նաեւ Գյումրիի գործոնը կա։ Միանշանակ ստեղ Գյումրիի գործոնը կա, տեսեք, իր նախընտրական գլխավոր խոստումներից մեկը Նիկոլ Փաշինյանը խոստացել է, դարձրել էր Գյումրիում հեղափոխություն անելը կամ Գյումրի 1 անելը, ինչպես ինքն է նշում։ Ընդ որում, գիտեք, ինչն է հետաքրքիր, ռացիոնալ եւ իրավական մեխանիզմ չկա Գյումրիում արտահերթ ընտրություններ անելու, որովհետեւ ուժերի հարաբերակցությունը այնպեսին է, որ ԿՊ-ն ավականների միջոցով իշխանություն փոխել չի կարող։ Նիստերի բնականոնությունը շարունակվում է, որտեվ չնայած օրինակ այնտեղ Վարդան Ղուկասյանի ֆրակցիայի ձերբակալություններ են անում, բայց անդադ այդ բացը շատ արագ լրացվում է եւ բնականոնությունը շարունակվում է, այսինքն կամ իրանք պիտի քաղաքական անասնագողության միջոցով ճգնաժամ ստեղծեն Գյումրի ավականիում, կամ պետությունը իր ամբողջ ռեսուրսները դնի ճգնաժամ ասուլացնի, կամ պիտի գնան մի հատ լուծման, որը Գյումրիում շատ վատ անցալվելու, այսինքն մի հատ գյուղ վերցնեն կողի, ենթադրենք Ախուրյանից, Աշոսկից կամ Արթիկից կտրեն այդ գյուղը, միացնեն Գյումրիին, ոնց որ Էշմիածնում արեցին, հա, այդ վաղարշապատում հիշում եք, երբ որ արհեստական միացի, որ պատրվակ ստեղծեն արտահերթ ընտրության համար։ Իդեպ Գյումրիի այս кейսը լիովին ցույց է դնում սրանց լկտիության աստիճանը, հա, երբ որ վերհիշում ենք թե ինչ տեղ ունեցավ, Գյումրիում ԿՊ-ն պարտվեց, Երջուկս բռնաճնշումների վարչական ռեսուրսի կիրառման, բայց ինչ եղավ, որոշակի ժամանակ հետո սկսվեց այդ ռեպրեսիվ մեքենայի ամբողջական կիրառումը Գյումրիի ուղղությամբ։ Վարդան Ղուկասյանի ձերբակալությունը, հիմա Մարտուն, տեսեք, եկեք ես պարզ ասեմ, որովհետև Գյումրի ընտրություններին վերջին որպես կուսակցություն շատ ակտիվ մասնակցել ենք։ Տեսեք, այնտեղ ինչա տեղ։ Հիմա դա լավ է, թե վատ է, դա չենք քննարկում։ Ես օբյեկտիվ ուզում եմ Գյումրիի քաղաքական խճանկարը մեր հասարակության համար պարզ լինի։ Այնտեղ շատ երկար ժամանակ է ձևավորվել է եւ էլեկտորալ պատմության վերջի 15-20 տարվա էլեկտորալ պատմության մեջ հստակորեն դա կա, որ երկու ազդեցիկ խմբեր տեղական նշանակության Վարդան Ղուկասյանի շուրջ հավաքված քաղաքական խումբը եւ Մարտուն Գրիգորյանի, որոնք երկուսն էլ իդեպ
ընդդիմադիր կեցվածք ունեն գործող իշխանության հանդեպ, շատ մեծ ազդեցություն ունեն Գյումրիի հասարակության ընտրական տրամադրությունների կամ էլեկտորալ վարքագծի ձևավորման հարցում։ Հիմա Գյումրիին տրված քաղաքապետ Վարդան Ղուկասյանը առաջինը ենթարկվեց հետապնդումների, ճիշտ է հիմա տնային կալանքի մեջ է, բայց ըստ էության հենց ընտրվելու հաջորդ օրը թիրախավորվել է իշխանության կողմից, գործ են տարել են ըստ էության այդ ամեն ինչը նպատակ ուներ նրան հեռացնել Գյումրիի քաղաքային կառավարման ղեկից, հա։ Հիմա էլ է նա հեռացված Գյումրիի քաղաքային կառավարման ղեկից, իշխանությունը հույս ուներ, որ այդ կերպ Գյումրիի ավագանիում կարող է ստեղծել ճգնաժամ եւ հասնել իր համար ցանկալի լուսման։ Չի ստացվել։ Բայց էլի Վարդան Ղուկասյանը իսկ գաղտնիք չի, չէ, որ ոչ թե Հայ Կոմկուսին են ձայն տվել գյումրեցիները, այլ Վարդան Ղուկասյանին, այո։ Տնային կալանքի մեջ է եւ ըստ էության օտարված է քաղաքային կառավարումից։ Հիմա իրանք համարում են, որ Վարդան Ղուկասյանի քաղաքական խմբի հարցերը այս կամ այն կերպ լուծել են, լավ, այսպես ասենք, ազդեցությունը թույլատրել են, որտեղ Վարդան Ղուկասյանից բացի տնային կալանքի մեջ է նաեւ էլի Գյումրիում ազդեցություն ունեցող Սպարտակ Ղուկասյանը, նրա որդին, հա։ Հիմա հերթը հասել է Մարտուն Գրիգորյանին։ Մարտուն Գրիգորյանին մեկուսացնելու գործընթացն է սկսված, որում ես էլի ուզում եմ հիշեցնել, որ նրա որդին էլ է կալանքի տակ, երկու որդիներից մեկը կալանքի տակ է։ Եվ այսինքն էապես թույլատնում են նաև Մարտուն Գրիգորյանի խմբին, այնտեղ նաև պարակտիչ գործնայություն են ծավալում բան, հիմա ես չեմ ուզում շատ մանրամասներ ներկայացնեմ, ես համոզված եմ ուղղակի, որ առաջիկա ամիսներին մենք առիթ ունենալու ենք դերևս Գյումրիի եւ նրա քաղաքական կյանքի մասին էլի խոսելու, ուղղակի համոզված եմ։ Հիմա ինչ անում, ստեղծում է վակուում։ Հիմա քանի որ ընդդիմադիր կուսակցություններն էլ վերակազմակերպման, վերաձևավորման փուլում են, նաև հետապնդումների տակ են գտնվում, տպավորությունն է, որ դաշտը մաքրում է Նիկոլ Փաշինյանը, իրեն հարմար ինչ-որ ամսաթվի, ինչ-որ բիրտ մեթոդի գործադրման արտահերթ ընտրություններ նշանակելու համար, եւ այդ տպավորությունը սխալ չի։ Որտեղ Մարտուն Գրիգորյանը գործոներ ինչպես օրինակ նույն Վարդան Ղուկասյանը։ Ես ասեցի, այնտեղ տեսեք, Գյումրիի վերջին քաղաքային կամ քաղաքապետի կամ Գյումրիի խոշորացված համայնքի վերջին թիմ ընտրություններում առաջի երկու տեղերը գրավել են հենց այս երկու գործիչների շուրջ ստեղծված քաղաքական թիմերը։ Եվ այսինքն Մարտուն Գրիգորյանի հարցը եկեք ամփոփենք կամ ռեզումե անենք երկու գործոնի հետ է կախված։ Նախ էլի շարունակական հետապնդումներ Բարգավաճ Հայաստան կուսակցության ընտրացուցակի թիմի նկատմամբ եւ երկրորդը արդեն թիրախավորվում է Մարտուն Գրիգորյանը որպես Գյումրու ապագա ընտրությունների հնարավոր սուբյեկտ ազդեցիկ։ Այսինքն երկուսը մեկում են իշխանությունները։ Բնականաբար, քանի որ իրենք ունեն ռեսուրսներ, չմոռանանք, որ նաև այնտեղ Գյումրիում իրանց թիմում են վերադասավորներ, օրինակ Սարիկ Մինասյանին բերեցին Երևան, բայց օրինակ մարզպետին թույլ չտվեց մանդատը վերցնել, մնաց մարզպետ, այսինքն այնտեղ էլ իրանք թեկնածուի փնտրտուքի մեջ են։ Մի խոսքով բազմաշերտ գործընթաց է գնում, Գյումրին ակամայից 2018-ից սկսած որոշակի իմաստով տեստային նշանակություն է ձեռք բերել երկրի ներքաղաքական զարգացումների համար։ Հիմա ուշադիր կլինենք, հետևենք, տեսնենք իրադարձությունները ինչ ընթացքով են գնում։